Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն խորագրով Օրբելի 2025 համաժողովն է մեկնարկել Երևանում։ Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ հարևան բոլոր երկրներից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և այլ պետություններից։ Մասնակիցների թվում է նաև Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Կարո Փայլյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցում է համաժողովին, նա մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը, որում վերջինս Սևանալիճը գյոյչա էր կոչում։ Փաշինյանն ասում է, հապա ինչու է մեր ազգային ժողովի սեղաններին Արցախի դրոշը, նկատենք, որ երկրի ընդդիմությանն ու հարևան երկրի առաջին դեմքը նույն հարթության վրա չեն։ Նույն տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանը բան անենք, մոնիտորինգ անենք, Ադրբեջանում կարծիքները եւ այլն, ժամանակ առ ժամանակ ներկայացնում են թե ինչ զեկույցներ կա։ Օրինակ, Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Իրենց ընկալումն է։ Ասում են, դե եկեք մենք է, որ իրանք տենց է, եկեք մենք ասենք գյոյչա։ Տեղել ասում են, դե որ ասին գյոյչա, եկեք ասենք բան։ Գանձակ ասենք, եկեք ասենք կովսական, եկեք ասենք քաշաթաղ։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական։ Եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Ու ասում են, Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այնտեղ նայում են, ստեղ նայում են, ասում են, տեսեք ասցին Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Եկեք հիշենք, որ Արամյանցն ու Մանթաշյանն են Բաքվի նավթի տերը։